Ողջունում եմ բոլորիդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Приветствую вас всех именем Господа нашего Иисуса. Փառք Աստծուն։ Слава Богу. Սերներս, Возлюбленные, ուրիշ Աստված չկա։ нету другого Бога. Միակ Աստվածը դա մեր Հիսուսն է։ Единственный Бог – это наш Иисус. Միակ ճշմարիտ եւ կենթանի Աստվածը, Единственный живой и истинный Бог, որը ստեղծել է մարդը, который сотворил человека, որը ինքը մարդու համար հոգ է տանում, который заботится о человеке. լսում է մարդու աղոթքները Он слышит молитвы եւ человека պատասխանում է и ինքը։ отвечает. Փառք Տիրոջը, Слава փառք Հիսուսին։ Господу, слава Иисусу. Գիտեք, ամեն անգամ, Знаете, каждый раз, երբ որ մենք արթնանում ենք когда мы просыпаемся եւ առավել եւս գալիս ենք Տիրոջ տուն, и приходим в Дом Божий, մեր համար նոր օր է պատրաստված։ для нас новый день приготовлен. Մեր համար նորն է Տերը պատրաստում։ Новый Господь Եվ готовит. խնդրում եմ, որ դու հավատաս սրան։ И прошу, чтобы ты в это верил. Այս օրը Сегодняшний день սովորական օր չի։ необычный день. Այս օրը Сегодняшний день տարբերվում է երեկվանից։ он отличается от вчерашнего. Ամեն։ Аминь. Եվ դրա համար այսօր Поэтому сегодня Տերը պատրաստում է նոր բաներ անի մեր Бог կյանքի новое մեջ։ хочет делать в нашей жизни. Ամեն։ Եվ այն խոսքը, որ իմ սրտի մեջ կա, որ այսօր ուզում եմ ձեր հետ կիսվեմ, И то слово, которое есть в моем сердце, чтобы я с вами делился, հավատում եմ, я верю, անկեղծ հավատում եմ, я искренне верю, որ մենք այսօր տեսնելու ենք նրա գործը, что мы увидим Его дело. որ ինքը փոխելու է մեր կյանքը այսօր։ Он изменит нашу жизнь Շատ сегодня. բաներ կա, որ փոխվելու է մեր ներսը։ Многое внутри нас будет меняться. Փառք Տիրոջը։ Слава Господу. Գիտեք, կան բաներ մեր կյանքում, որ դրանք իրական եղել են, И есть вещи, которые действительно в нашей жизни, они совершались. դրանք իրականություն են։ Это реальность. Դա եղել է։ Это было. Օրինակ, Например, մենք ծնվել ենք, мы родились. դա իրական է, չէ՞։ Это реальность ведь. Չի կարող ինչ-որ մեկը գա, ասի դա իրական չի, դու Не չես։ может кто-то ծնվել։ прийти и сказать, что это нереальность. Դու չկաս գոյություն չունես։ Тебя нету, ты не существуешь. Մենք կանք, չէ՞, մենք ծնվել Мы ենք։ ведь Դա есть, мы իրականություն родились, է։ это реальность. Հետո մենք ամուսնացել ենք։ Потом мы женились. Դա իրականություն է, Это չէ՞։ реальность. Ոչ մեկ չի կարող գա կանգնացի, չէ, դու ամուսնացած չես։ Никто не может тебе сказать, что ты не женат. Հետո մենք երեխա ենք ունեցել։ Потом у нас дети родились. Եվ դա նորից իրականություն է։ Это также реальность. Եվ ոչ ոք չի կարող դա հերքել։ И никто не может это опровергнуть. Դու պատկերացնում ես, Ты представляешь, դու քո երեխայի հետ մանես գալիս, ты ходишь со своим ребенком, եւ ինչ որ մեկը гալիս ասում է, դա քո երեխան չի։ и кто-то приходит к тебе и говорит, что это не твой ребенок. Դու երեխա չունես։ У тебя нету детей. Պարզա չէ մենք ինչ կմտածենք այդ մարդու մասին։ Понятно, что мы будем думать об этом человеке. Չեն կարող դա հերքել, որտեղ դա И это իրականություն է։ невозможно опровергнуть. Մենք ունենք աշխատանք, У нас есть работа, մեր կյանքում մենք ունենք հաջողություններ, есть удачи в нашей жизни, անհաջողություններ, неудачи, հաղթանակներ, победы, պարտություններ, поражения. եւ դրանք բոլորը իրականություն են։ И это все реальность. Որտեղ մենք ապրում ենք իրական կյանքում, Потому что мы живем в реальном եւ мире. ամեն բան լինում է մեր կյանքում։ И это все совершается в нашей Եվ жизни. ոչ ոք չի կարող հերքել դա։ И никто не может это опровергнуть. Ամեն։ Аминь. Եվ առավել եւս անգամ երբ որ մենք հիմա այստեղ նստած ենք, И тем более, когда мы здесь сидим, դա եւս իրականություն է, չէ՞։ это также реальность. Պատկերացնում ես, որ մեկը գա, Представляете, если кто-то придет քեզ ասի դու ստեղ նստած չես։ и скажет тебе, ты не сидишь Ես դու здесь. չես։ Это не ты. Մենք ասենք ապրես։ Լավ։ Мы скажем спасибо. Դա Хорошо. իրականություն է, մենք այսօր Это այստեղ։ реальность, мы сегодня здесь, Իրոք տան մեջ ենք։ в Доме Божьем. Գիտեք սիրելիներս, Знаете, возлюбленные, բայց կա եւս մեկ իրականություն, но есть также еще одна реальность, որ եղել է, которая совершилась կատարվել է այս совершилась երկրի վրա, здесь на земле. եւ դա հերքելը ուղակի անիմաստ է, И это опровергнуть, это бессмысленно. բայց եւ այնպես Но կա մեկը, есть некто, որ уզում է кто хочет ամեն գնով всеми силами այդ իրականությունը հերքել эту реальность опровергнуть եւ ցույց տալ, որ դա չի եղել и показать, что этого не было. եւ դա այդպես չի И это не так. եւ այդ իրականությունը И это դա Քրիստոսի խաչի գործն է, И эта реальность, это дело, которое Иисус на кресте совершил, որ եղել է այս երկրի վրա которое было здесь на земле. եւ դա իրականություն է։ И это реальность. Մենք բոլորս գիտենք, որ Աստվածաշունչը դա հեքիաթ չի, Мы все знаем, что Слово Божие это не сказки. դա հեքիաթային գիրք չի, Это не сказки. առակների գիրք չի, առասպելներ չի, Это не притчи, не поэмы. սա իրական գիրք է, Это реальная книга, այստեղ գրված ամեն մի
բառը, տառը И каждое слово и буква իրականում եղել է, в действительности они совершались. այստեղ ամեն պատմությունները, ամեն հերոսները Каждая история и герои, հորինված չեն, они не выдуманы, նրանք իրականում եղել են, они в реальности были, իրականում անցել են ճանապարհներ, в реальности проходили путь. որը պարտվել է, որը հաղթել է, Кто-то побеждал, բայց выигрывал. իրականությունը սա է, Но реальность следующая. որ սա իրական է։ Это действительность, реальность. Քրիստոսի խաչը իրականություն է։ Крест Христа – это реальность. Գիտեք, ինչքան էլ թշնամին ուզենա, Сколько бы враг ни желал մեր մեջ սերմանի, в нас сеять семя, որ դա չի եղել, что этого не было, որ դա իրականություն չի։ что это не правда, не реальность. Այսօր մենք այսօր այստեղ ենք Здесь сегодня мы здесь մի նպատակով, с одной целью, որ դավանենք чтобы провозгласить եւ հրճակենք, и исповедать, որ խաչի գործը что дело на кресте իրականություն է։ – это реальность, Դա եղած է, это դա совершилось, կատարված է։ это совершенное дело. Եվ այսօր իմ թեման վերնագրել եմ այսպես. И проповедь я назвал так: Կատարված իրականություն совершившаяся реальность կամ եղած իրականություն, ոնց կուզես, или реальность, которая ոնց совершилась. քեզ դուր կգա։ Как тебе нравится? Փառք Հիսուսին։ Слава Փառք Иисусу! Տիրոջը։ Слава Господу! Եվ ես այսօր ուզում եմ կիսվել ձեր սրա մասին, И хочу сегодня делиться с вами этим այս թեմայի շուրջ։ относительно этой темы. Ես խոսելու եմ թե մենք ոնց անենք, որ խաչի մոտ մնանք, Я буду говорить, как нам сделать, чтобы пребывать у креста. բայց միջև դա խոսելու եմ, До этого թե ինչը կարա պատճառ հանդիսանա, որ մենք խաչից հեռանանք, я буду говорить о том, что может стать причиной, чтобы мы удалились от Քրիստոսից Христа. հեռանանք։ Отдалились от Христа. Գիտեմ, մենք բոլորս այստեղ հոգևոր նստած ենք, հոգևորներ ենք, Мы все сидящие здесь духовные. եւ հարց կառաջանա։ И возникнет вопрос, Ես ոնց կարամ խաչից հեռանամ։ как я могу отдалиться от креста? Ես միշտ էլ խաչի մոտ եմ։ Я всегда у креста. Անկամ անհավատ մարդկանց որ հարցնում ես, Даже когда неверующих людей спрашиваешь, իրանք ասում են ես քեզ ինձ էլ լավ եմ հավատում։ они говорят, я лучше тебя верю. Դրա համար մի բան եմ խնդրում։ Поэтому прошу одно. Այսօր ուղղակի անկես լինենք Просто будем сегодня искренне ինքներս մեր հետ сами перед собой եւ Աստծո հետ։ и перед Богом. Եվ այն ինչ որ ես կխոսեմ եւ կթվարկեմ, И то, что я буду говорить и перечислять, երբ որ քո ներսը կբռնես այդ ամեն ինչը, если ты это внутри как-то поймаешь, ուղղակի քո նստած տեղը просто сиди на месте, արի Աստծո առաջ, приди перед Богом, ապաշխարի, покайся. թող Տիրոջ խաչի զորությունը գա եւ նորոգի քո ներսը։ Пусть сила креста придет и обновит твое нутро. Որովհետեւ այն ինչի մասին այսօր խոսելու եմ Потому что ես, то, о чем я буду говорить сегодня, սերնես դա երևացող չի, это невидимо. դա թաքնված է մեր սրտերի մեջ, Это скрыто в наших сердцах. որովհետեւ շատ հաճախակի Потому что часто մենք գալիս ենք այստեղ, мы приходим сюда, մենք պաշտում ենք Տիրոջը, мы почитаем թե Бога այստեղ, здесь թե աշխատանքի или ժամանակ, на работе, թե որտեղ որ или где կլինենք, бы мы ни были. բայց հաճախակի Но зачастую մեր ներսը наше нутро, հարցեր կա չպատասխանված։ внутри нас есть вопросы неотвеченные. Եվ այդ հարցերը И эти вопросы, գալիս է թշնամուց они приходят от врага մի նպատակով, с одной целью, որ ինձ ու քեզ խաչից հեռացնի, чтобы меня и тебя отдалить от креста. որովհետև խաչի մոտ Потому что у креста չկա դատապարտություն, нету осуждения, չկա չներում, нету непрощения, չկա դեպրեսիա, нету депрессии, չկա ինչ-որ հարցեր, որով դու կարողանաս այս տանջվել, նեղվել։ нету вопросов, из-за которых ты мог бы так мучиться. Եվ գիտես, այսօր մենք խոսալու ենք սրա մասին։ Сегодня мы об этом будем говорить. Մատթեոս 1:21 ասում է, Евангелие от Матфея, 1 խոսում է глава. Հիսուսի մասին, Здесь говорится об Иисусе, նրա ծնունդի մասին։ о Его рождении. Եվ նա որդի կծնի, եւ նրա անունը Հիսուս դնեց, որովհետեւ նա իր ժողովրդին կփրկե իրենց մեղքերից։ Родит же сына, и наречешь ему имя Иисус, ибо он спасет людей своих от грехов их. Գիտեք, սա իրականություն է։ И это реальность. Հիսուսը իրական ծնվել է։ Иисус, он реально родился. Հիսուսը իրական մարդացել է Иисус, он стал человеком եւ եկել այս աշխարհ и пришел в этот мир հանուն մեր մեղքերի համար, ради наших грехов, որ մենք ազատ լինենք մեղքերից, чтобы мы были свободны от որ մենք грехов, ազատ լինենք ամեն դատապարտություններից։ чтобы мы были свободны от всякого осуждения. Եվ սա իրականություն И է։ это реальность. Եվ ոչ ոք չի կարող սա հերքել։ И никто не может это опровергнуть. Գիտեք, ես այսօր շատ եմ կրկնել այս բառի իրականությունը, Я сегодня много буду говорить о слове реальность, որպեսզի դժոխքը sense երկրաշարժ լինի։
чтобы в аду было որ землетрясение. ինչ էլ որ իրան հաջողվել է սերմանի մեր սրտերի մեջ այսօր, Чтобы то, что ему удалось сеять в наши сердца, որ դա Հիսուսի անունով քանդվի այսօր, чтобы именем Иисуса это было все искоренено, որպեսզի մենք ազատ լինենք։ чтобы мы были свободны. Այսօր ինքը ամեն բան անում է, Сегодня он թշնամին, все делает, враг, որ այդ իրականությունից մեզ հեռու տանի։ чтобы отдалить нас от этой реальности. Գիտես խի, Знаете почему? երբ որ իրան հաջողվեց, Когда ему удастся մեզ խաչից հեռացնի, нас отдалить от креста, ինքը ինչ ուզի էնել կարանի մեր գլխին։ все, что он захочет, он сделает с нами. Բայց խաչի մոտ Но у креста մենք ապահով ենք։ мы имеем защиту. Խաչի մոտ У մենք креста պաշտպանված ենք։ мы защищены. Եվ նա ինչքան էլ ուզենա փորձեր անի, ինչ որ մի բան անի մեզ, И сколько бы он ни пытался что-то сделать нам, ոչ մի բան չի կարող անի, он ничего не сможет. որովհետև մենք Տիրոջ հետ ենք։ Потому что мы с Господом, Եվ նա ավելի զորավոր է։ и он сильнее. Մենք նոր երգում ենք։ Мы только что Նա пели. մեծ է, Он велик, ամենակարող է։ он Նա всемогущ. ոչ մի բան չի կարող անել։ Враг ничего не может сделать. Ցելես մեր ապահովությունը խաչի մոտ այսօր։ И наша защита, она у креста Եվ մենք сегодня. չպետք է խաչից հեռանանք, И мы не должны отдаляться от креста. որովհետև խաչից հեռու չկա կյանք, Потому что вдали от креста нету жизни. խաչից հեռու դեպրեսիաներ են, Потому что вдали от креста խաչից депрессии. հեռու կապանքներ են, Вдали от креста есть оковы. խաչից հեռու չներում կա, И вдали от креста есть непрощение. խաչից հեռու Вдали от կա креста ինքնադատապարտություն, есть самоосуждение. խաչից հեռու Вдали от կան креста բաժանություններ։ есть разделение. Գիտես, այս ցուցակը կարելի է թվարկել եւ թվարկել ինչեր կան խաչից հեռու։ И этот список можно перечислять и перечислять, что есть вдали от креста. Եվ թշնամու նպատակն է, И цель врага, որ մեզ խաչից հեռացնի, чтобы отдалить нас от креста. որպեսզի այս ամենը եւ դրանից առավելը Чтобы все это и еще сверх этого գան մեր կյանքի մեջ։ пришло в нашу жизнь. Գիտեք, 5 կտակարանում մի պատմություն կա, որ բոլորս лав գիտենք։ В Ветхом Завете есть одна история, которую мы все хорошо знаем. Թվոց գիրք, Книга Числа, 21-րդ գլուխը։ 21 глава. Ես ասեցի առաջինը խոսելու եմ նրա մասին, թե ինչը մեզ կարող է հեռացնել Քրիստոսի խաչից։ Первое я буду говорить о том, что может нас отдалить от креста. Իսրայելը անցնում էր ճանապարհ, Израиль, он проходил путь, անցնում էր անապատ։ проходил пустыню. Եվ այդ անապատի մեջ И в этой пустыне ինքը շատ հրաշքներ էր տեսել, много чудес видел, շատ Աստծո գործեր էր տեսել, много дел Божьих, անհնարին բաներ էր տեսել։ нереальные вещи. Եվ եկան մի պահ И пришел момент, 21-ի 4-ից 21 глава 4 стиха. Եվ հովր սարից կարմիր ծովի ճանապարհով չվեցին, որ Եդոմի երկրով պտույտ տան եւ ժողովրդի սիրտը նեղացավ ճանապարհին։ От горы Ор отправились они путем Черного моря, чтобы миновать землю Едома, и стал малодушествовать народ на пути. Եվ ժողովուրդը Աստծո դեմ եւ Մովսեսի դեմ խոսեցին. Ինչու մեզ Եգիպտոսից հանեցիք, որ անապատումը մեռնենք, որովհետեւ հաց չկա, ջուր չկա, եւ այս չնչին հացից էլ մեր սիրտը զզվել է։ И говорил народ против Бога и против Моисея: «Зачем вывели вы нас из Египта, чтобы умертвить нас в пустыне, ибо здесь нет ни хлеба, ни воды, и душе нашей опротивила эта негодная пища». Եվ Եհովան ժողովրդի վրա կիզող օծեր ուղարկեց եւ կծեցին ժողովրդին այնպես, որ Իսրայելցը շատ ժողովուրդ մեռավ։ И послал Господь на народ ядовитых змеев, которые жалили народ, и умерло множество народа из сынов Израилевых. Սերներս, Возлюбленные, մեր կյանքը իրական է, наша жизнь – это реальность, մեր քրիստոնեությունը իրական է։ и наше христианство – это реальность. Այն ինչի մեջ որ մենք ապրում ենք, դա իրական է։ То, в чем мы живем, это реальность. Շատ հաճախակի մենք մոռանում ենք։ Зачастую мы забываем Եվ այդքան էլ ուշադրություն չենք դարձնում մեր ապրած կյանքին, и не столь внимательны к нашей жизни, которую мы проживаем. որտեվ կարող է Потому что մի может պահ в моменте ուղղակի աննկատ ձևով что-то մի незаметно, բան կատարվի что-то произойти, եւ մենք հեռանանք խաչից, и мы отдалимся от եւ креста, մենք հեռանանք Աստծոց։ и мы отдалимся от Бога. Գիտես, ես նորից եմ ասում, Я снова говорю, դա ֆիզիկապես չի, это не физически, դա չերևացող է։ это невидимо. Ոչ մեկ չի տենա, որ ասենք Никто не увидит. լավ իմ վրա օրինակ բերեմ, հա։ Я примерно себе приведу. Իմ սրտի մեջ այնքան հարցեր կա Աստծո հանդեպ։ Например, в моем сердце так много вопросов по отношению к Եվ Богу, մենք հետո դա սա տեսնելու ենք ամեն и ինչը։ мы это еще увидим. Ոչ մեկ չի տենա դա։ Никто этого не увидит. Եվ դա ֆիզիկապես չի, դա ներսից է։ И это не физически, это внутри. Եվ այսօր И сегодня մենք խնդրելու ենք Սուրբ Հոգուն, որ այդ ներսի հարցը լուծի։ мы просим, чтобы Дух Святой решил Որ вопросы, մենք которые ազատ внутри, լինենք այդ ներսի чтобы мы հարցերից։ были свободны от этих внутренних Եվ вопросов թույլ չտանք թշնամին и գործի не մեր позволили, կյանքի чтобы մեջ։ враг действовал в нас. Նայեք Իսրայել ժողովուրդը Народ израильский այդքան հարցեր, այդքան հրաշքների եւ նշանների մեջ среди таких множества чудес и знамений
Նորից սկսես տրտնջալ։ снова начал роптать, Նորից սկսես բողոքել։ снова начал жаловаться. Բայց այնպես չէր, որ իրանք հաշուն էին ուտելու։ И не так, что у них не было пищи, чтобы есть. Այնպես չէր, որ իրանք սոված էին։ Не так, что они были голодные. Գրված է, որ հաց կար, ջուր էլ կար։ Написано, что и вода была, и еда была. Բայց իրանցը դա հերիք չէր։ Но этого им было Իրանք недостаточно. ավելին էին ուզում։ Они хотели более, Ավելի էին ուզում հասնեին։ хотели большего достичь. Ուզում էր որ լինի այնպես, Хотели, чтобы было так, ինչպես որ ես եմ ուզում։ как я хочу. Գիտեք, մեր կյանքում լինում է այդպես։ Бывает в нашей жизни так. Ինչ որ մի բան կատարվում է մեր кյանքում, Что-то происходит в нашей жизни, բայց մենք ասում ենք, но мы говорим. դա խոսքերով չի, նորից եմ ասում։ Это не словами снова Դա говорим. մեր ապրելակերպով է եւ մեր ներսի վիճակն է դա դրսևորում։ Это то, как мы живем и что внутри происходит. Որ ես ուզում եմ այնպես ապրել, այնպես ինձ ոնց որ ես եմ ուզում։ Я хочу жить так, как я хочу жить. Այն ինչ որ Աստված այն իսրել դա ինձ հերիք չի։ То, что Бог дает, мне это не хватает. Երևի Աստված չգիտի, որ էսել է պետք, էսել է պետք ինձ։ Наверное, Бог не знает, что мне и это нужно. Եվ ես ուզում եմ ապրել այնպես, ոնց որ ես եմ ուզում։ И я хочу жить так, как я хочу, исходя из своих желаний. Եվ մեր ներսի տրտունջը, И ропот, который внутри, մեր ներսի бողոքը, и жалоба, которая որ ես внутри, համաձայն չեմ այն կյանքի համար, что я не согласен с той жизнью, որ հենց հիմա ես դրա մեջ եմ։ в которой я прямо сейчас пребываю. Տեր Աստված, Господь, ես քո ծառան եմ։ я твой слуга, Ես քեզ ծառայում եմ։ я служу тебе, Ես ամեն բան անում եմ։ я все делаю. Շաբաթը գալիս եմ եկեղեցի։ Я прихожу в церковь в субботу, Դասանոր տալիս եմ, զոհաբերություն տալիս եմ։ жертвую, десятину даю. Բայց ոնց որ մի քիչ անարդարություն է քո Но как կողմից իմ будто հանդեպ։ есть несправедливость по отношению ко Որ мне. ինչ որ բաներ է կատարվում իմ կյանքում, այդ հարցերը չեն լուծվում։ Какие-то вопросы в моей жизни не Չի решаются. պետք է սենց լինի։ Почему так должно быть? Այդ հարցերը կան մեր սրտերի մեջ։ И эти вопросы есть в нашем сердце. Այդ հարցերը կան մեր սրտերի И մեջ։ эти вопросы есть в нашем сердце. Եվ մենք այդ հարցը տալիս ենք։ И мы задаемся этим вопросом. Գիտես, ես չեմ գնա։ Նորից իմ վրա եմ օրինակը բերում։ Я приведу пример на себе. Ինչ որ հոգևոր մարդու մոտ, Я не пойду к духовному человеку, ծառայող մարդու մոտ, к служителю կամ հովիվի մոտ, или к пастору ասեմ, գիտես, սենց հարցեր կա իմ մեջ։ и скажу, внутри у меня есть такие вопросы. Հանկարծակի չիմանան իմ ներսի ինչ փոթորիկներ է катарվում։ Чтобы случайно не узнали, какая Ես буря внутри у օրեցօր меня. այդ հարցերի մեջ ապրում եմ։ И изо дня в день я живу с Ես этими գալիս եմ вопросами. եկեղեցի այդ հարցերով։ Я прихожу в церковь с этими Երկրպագում вопросами. եմ, փառաբանում եմ Տիրոջը, զոհաբերում եմ, Поклоняюсь, почитаю Бога, жертвую. եւ այդ հարցերով նորից գնում եմ տուն։ И с этими вопросами я снова Եվ ухожу օրի домой. вրա եւ տարին տարի վրա այդ հարցը չի И изо լուծվում дня в կյանքի день, из մեջ։ года в год эти вопросы не Եվ решаются. ցշնամին աշխատում է դրա վրա շատ ուժեղ։ И враг работает над этим очень сильно. Խի, Почему? ինչի համար պետք է սենց լինի։ Почему так должно было быть? Խի իմ կյանքում պետք է սենց Почему в լինի։ моей жизни так должно Չէ որ быть? ես քո ծառան եմ։ Ведь я твой служитель. Չէ որ ես ամեն օր Աստվածաշունչ եմ Ведь я կարդում։ каждый день читаю Չէ Слово. որ ես ամեն օր աղոթք եմ անում։ Каждый день молюсь. Չէ որ ես զոհաբերություններ եմ անում։ Приношу пожертвования. Ինչի համար իմ կյանքում պետք է սենց բան լինի։ Почему в моей жизни должно быть так? Սերներս, Возлюбленные, ուզում եմ հայտնություն ասեմ։ хочу сказать вам откровение. Այդ խի եւ ինչուները Эти почему и для чего, բոլորը ծնվում են դժողքից։ они рождаются из ада. Աստված, Бог, ինքը իրական Աստված է, Он реальный Бог. ինքը ճշմարիտ Он Աստված է, истинный Бог. եւ ինքը գիտի երբ, ոնց եւ որտեղ ում կյանքում ինչ անի որ ժամին։ Он знает, когда и как в чьей жизни что-либо сделать. Նա երբեք չի ուշանում մեր Он կյանքում никогда не գործելուց։ опаздывает в нашей жизни. Երբեք չի ուշանում։ Никогда не опаздывает. Գիտեք, երբ որ մենք սկսում ենք տրտնջալ եւ հարցեր ունենալ, И когда мы начинаем роптать, գալիս է թշնամին եւ սկսում է մեր ոտերը կծել։ приходит враг и начинает кусать Ինչպես нас. գրված է, երբ որ օծերը եկան սկսեցին կծել։ Как змеи написано, что пришли и начали кусать. Սենես տրտունջը, բողոքը, И ропот. ուզենալ ապրել Ժալոբը։ անես ոնց որ դու ես ուզում։ Хочу жить так, как ты хочешь. Տեր Աստված դե էս չէ էլի։ Господи, ну не так же. Այ որ սենց ալներ։ Но если было бы так, Այսպես կապրեի ու այսպես լավ կլներ։ если бы я жил так, было бы хорошо. Սերնես, Возлюбленный, Աստված ավելի լավ գիտի քեզ Бог ոնց лучше է պետք знает, ապրել։ как тебе нужно жить. Ես չպետք է ապրեմ այնպես, ինչպես որ ես եմ ուզում։ Я не должен жить так, как я хочу. Այդ հասկացողությունը И это понимание, նույնպես գալիս է դժողքից։ оно также приходит из ада. Ինչի համար։
Почему? քանդելու իմ ու քո հարաբերությունները Աստծո հետ Для того, чтобы разрушить мои отношения եւ с հեռացնելու Богом. մեզ Քրիստոսի И խաչից, чтобы нас отдалить от креста. որպեսզի մենք ներում եւ բժշկություն եւ փրկություն չունենանք։ Чтобы у нас не было прощения, Այսօր սատանան исцеления. И сегодня Շատ враг ուժեղ очень сильно աշխատում է նրա վրա, работает над тем, որ հոգեվոր մարդկանց, чтобы духовных людей, ովքեր հավատարիմ հավատում են Աստծուն, որ դա իրականություն те, է, которые верно верят в Бога и знают, что это հեռացնի реальность, Քրիստոսի խաչից, чтобы отдалить от креста Иисуса. որտեղ ինքը ծրագիր ու նպատակ ունի իմ ու քո Потому что у կյանքի մեջ։ него есть цели для меня и тебя. Դες մենակ Աստված չունի ծրագիր նպատակ իմ ու քո կյանքի մեջ։ Знаете, не только у Бога есть цели и планы для нашей Սատանան էլ жизни. ծրագիր եւ նպատակ ունի իմ ու քո կյանքի մեջ։ И у врага есть планы для нашей жизни. Եվ շատ հաճախակի մենք ուշադրություն չենք դարձնում դրան։ И мы зачастую на это не обращаем Եվ внимания. շատ հաճախակի մենք արանք խոսենք, բողոքենք, ասենք ինչ որ բան ենք, ասենք հա դե լավ դե մարդ ենք ասում ենք И էլի։ мы можем говорить, жаловаться и думать, ну, мы люди просто жалуемся. Սերիներս հոգեվոր մարդը, Но духовный человек, возлюбленный, մենք իրավունք չունենք խոսել ուղակի բաներ, որ ասենք հա դե մարդ ենք խոսում ենք էլի։ мы не имеем права говорить что-то, потом говорить, ну, мы люди просто говорим. Որովհետև դրա հետևը բաներ կա թաքնված, որ մենք անգամ չենք գիտակցում, թե ինչ դիվական ուժեր են թաքնված այդ խոսքերի հետևը։ Потому что за этими словами мы даже не можем осознать, какая духовная реальность Ամեն։ стоит. Եկեք մի քիչ գնանք առաջ։ Чуть дальше пойдем. Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ։ Евангелие от Луки, 15 глава. Սերիներս մի մոռացեք, որ այդ օծերը նույն ձևով հիմա գործում են։ Не забывайте, что эти змеи также сегодня действуют. Իրանք նորից գալիս եւ կծում են մեզ ամեն Они также անգամ։ приходят и кусают. Գիտեք, սեղ պատմություն կա Здесь Ղուկաս есть ավետարան история. 15-րդ գլխի մեջ։ Евангелие от Луки в 15 главе. Անառակ որդու վերադարձի պատմությունն է։ Притча о блудном сыне, который возвратился. Մի մարդ երկու որդի уներ։ У одного человека было двое сыновей. Եւ գիտես, նրանք ծառայում են իր հորը։ Они служили отцу, Հոր տան մեջ էին, были в доме отца, ապահով էին, были в защите. ամեն ինչ ունեին, Все было у них. ամեն ինչ։ Все. Ոչ մի բանի կարիք չունեին։ И ни в чем не нуждались. Եվ մի օր И հանկարծակի однажды փոքրը գալիս է հոր ասում է իմ բաժինը դուր ես ել քո հետ գործ չունեմ։ младший приходит, говорит, дай мне мою часть, и я пойду. Եվ гնում է։ И уходит. Գնում է Уходит եւ սկսում է իր կյանքը ապրել նենց ոնց որ ինքն է уզում։ и живет проживает свою жизнь так, как он этого хочет. Սիրես ուշադիր եք խնդրում եմ։ Хочу, чтобы вы были внимательны, возлюбленные. Երկու որդիները Двое сыновей. իրենք ծառայում էին եւ ոչ մի բանի կարիք չունեին։ Они служили, ни в чем не нуждались. Բայց հայրը Но отец, անգամ չէր էլ պատկերացնում Он թե даже не իրանց представлял. ներսը ինչ մտքեր կա։ какие мысли есть у них внутри. Մեկը մտածում էր ասում էր ինձ բավական չի էս ամեն ինչը։ И один из них сказал, мне Ոնց этого որ մի բան չի недостаточно. հերիքում։ Как будто чего-то мне не Ինչ որ достает. առավել բան եմ ուզում։ Чего-то хочу Իմ более, կյանքը հետաքրքրացնեմ։ чтобы моя жизнь стала интересной. Տենամ հələ ինչ կա այնտեղ։ И увижу, что там есть. Եվ այդ մտքերից ելնելով И исходя из этих мыслей, նա եկավ ուզեց իր ունեցվածքի կես իր բաժինը եւ гնաց։ он пришел, взял свой удел и ушел. Անես չէր որ այն մի տղեն էլ որ հոր տան մեջ էր հոր հետ մնաց ինքն ընդհանրապես վատ մտքեր չուներ։ И не так, что тот, который остался с отцом своим, у него не было мыслей Այն տղեն плохих. էլ մտքեր ուներ։ И у того сына были Որ ինքը мысли, մերժված է, что он отвержен, որ ինքը այսքան տարի ծառայում է հորը, что он столько времени служит եւ հայրը իր отцу, համար մի ուլ էլ չտվեց։ что отец ему и одного вала не дал. Այդ հարցերը И эти вопросы տարիներով իրանց մեջ կուտակվել էր։ годы были внутри. Եվ հայրը անգամ չէր էլ պատկերացնում թե իրանց տղեկի ներսում ինչ է կատարվում։ И отец не представлял, что у сыновей в сердце Սիրելիներս, սա происходит. մեր կյանքն է։ Это наша жизнь. Մեր կյանքում այդ հարցերը կուտակվում են, եթե Naše մենք այդ жизни- հարցերի հարցերը չլուծենք։ Эти вопросы будут собираться, если мы не решим. Գրված է, Написано, որ նա վերցրեց եւ գնաց он взял и ушел. 13 խոսքը 13 стих. Եվ շատ օրեր չանցած փոքր որդին ամեն բաներ ժողովեց, հերու երկիր գնաց եւ այնտեղ իր ստացվածքը վատնեց, անառակ ապրելով։ По прошествии немногих дней младший сын, собрав все, пошел в дальнюю страну и там расточил имение свое, живя распутно. Եվ երբ որ բոլորը հացրեց, սաստիկ սով եղավ այն երկրումը եւ ինքը սկսեց չքավորել։ Когда же он прожил все, настал великий голод в той стране, и он начал нуждаться. Սիրելիներս, Возлюбленные, խաչից հերու вдали от креста սով կա, есть голод, խաչից հերու տառապան կա, вдали от креста есть мучение, Քրիստոսից հերու вдали տառապանքներ от կան։ Христа есть мучение. Այնտեղ սովամահ լինում մարդը։ И там человек, он просто голодает. Ինձ հարց առաջանում։ У меня вопрос возникает. Ախպեր ջան, Брат мой, ի՞նչը դեր պակաս։
Чего тебе не доставало? Քո հոր տան մեջ ամեն ինչ ունեիր։ У тебя все было в доме отца. Ինչը դեր պակաս։ Чего тебе не доставало? Որ պետքա գնայիր։ Что тебе нужно было идти? Գիտես հետո ինչա գրված։ И написано дальше, Որ նա что он այնքան էր իր վիճակը վատացել, настолько была ситуация ужасная, որ խոզերի հետ էր ուտում, что он ел вместе со խոզերի свиньями. կերն էր ուտում։ Он ел еду свиней. Սատանայի նպատակն այսօր, Цель врага, որ մեզ խաչից հեռացնելով տանի այդ ձևի կյանքի մեջ գցի։ чтобы удалить нас от креста и ввести нас в такую жизнь. Եվ գիտեք ինքը ամեն ինչ վատնեց անարակ ապրելով։ И он все прожил, живя нечестиво. Այսօր մենք ուշադիր պետք է լինենք մեր կյանքի, թե մենք ոնց ենք ապրում։ Сегодня мы должны быть внимательны, как мы живем, Մեր խոսքերին, к нашим словам внимательны. որովհետև այդ ամենը մեզ կարող է տանել աղքատության, աննկատ ձևով։ Потому что все это нас может привести Ինքը к չէր էլ нищете. պատկերացնում, Он даже не представлял, որ կարող է այդ ունեցվածքը մի օր վերջանա, что это имение в один день может ինքը закончиться, աղքատանա и он может стать ու нищим սովամահ լինի։ и стать изголодаться. Սելես մենք չենք պատկերացնում։ И мы не представляем, возлюбленные, Եթե մենք խաչից հեռացանք, если мы удалимся от креста, մենք չենք պատկերացնում անգամ թե ինչ կարող մեր հետ լինի։ мы даже не представляем, что с нами может быть. Մենք հոգևոր կմեռնենք, մենք սովամահ կլինենք։ Мы духовно умрем, Եվ դա սատանայի и նպատակն это է, цель врага, որպեսզի մենք լինենք մեր զենքերը գցենք մի կողմ, чтобы мы свое оружие ինքը մեզ զինաթափ անի։ бросили, чтобы он с нас снял оружие. Եկեք ուշադիր լինենք այսօր։ Давайте будем սերներս, внимательны, возлюбленные. Մեր կյանքին։ В нашей жизни будем внимательны. Եվ Ղուկաս ավետարան 23-րդ գլուխը։ И 23 глава Евангелия от Луки. Անարակ որդին ինչ էր ուզում։ Чего хотел блудный сын? Ուզում էր ապրել այնպես, ոնց որ ինքն է ուզում։ Хотел жить так, как он желает. Իրան հերիք չէր այն ինչի մեջ որ ինքը կար։ То, в чем он был, ему этого не Ուզում էր доставало. ավելի հետաքրքրացնել։ Ему хотелось, чтобы жизнь стала интереснее. Սիրելիներս, Возлюбленные, ամենահետաքրքիր կյանքը самая интересная դա жизнь Քրիստոսի հետ կյանքն է։ – это жизнь с Иисусом, Դա со խաչի Христом. մոտ կյանքն է։ Это жизнь у креста. Դրանից հետաքրքիր կյանք գոյություն չունի։ И интереснее этой жизни не Ավելի существует. լավա չփորձես հասկանալ Лучше не կանոնները։ пробовать. Ամեն։ Եվ Ղուկաս ավետարան 23-րդ գլուխը Евангелие от Луки, 23 глава, 32-33 խոսքերը եւ հետո 39 կարդանք։ с 32 стиха. И, Երբ որ дальше տանում են будем читать. Հիսուսին խաչելու, И когда вели Иисуса на крест, ուրիշ երկու մարդիկ էլ տարան չարագործներ, որ նրա հետ սպանեն։ вели с ним на смерть и двух злодеев. Եվ երբ որ եկան այնտեղը, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ խաչեցին նրան եւ այն չարագործները մեկը աջ կողմը եւ մյուսը ձախ կողմը։ И когда пришли на место, называя Лобное, там распяли его и злодеев, одного по правую, а другого по левую сторону. 39 խոսքը։ 39 Եվ այն стих. կախված չարագործներից մեկը հայոյում էր նրան եւ ասում. Եթե դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ Один из повешенных злодеев злословил его и говорил: «Если ты Христос, спаси себя и нас». Ես հիմա դեռ խոսում եմ թե ինչ կարա պատճառ հանդիսանա, որ մենք խաչից հեռանանք։ И я говорю еще о причинах, что может стать поводом, чтобы мы удалились от креста. Դες ինչ էր կատարվում։ Что происходило? Տարապանքի մեջ, В мучениях, դժվարության մեջ, в трудностях, խաչի վրա, на кресте, ցավերի մեջ в боли. նա սկսեց Հիսուսին հայոյել։ Он начал проклинать Иисуса, Եթե դու ես злословить. Քրիստոսը, Ты Христос, փրկի քեզ էլ ինձ էլ։ спаси и себя, и нас. Այս կասկածը, И это сомнение, այս թերահավատությունը и это маловерие, եւ հաճախակի անհավատությունը и зачастую неверие, ուզում է բռնել քրիստոնեական աշխարհը։ оно хочет овладеть христианским миром. Գիտես մենք էլ մեր դժվարությունների եւ ցավի ու տարապանքի մեջ ասում ենք։ И мы в своих трудностях, мучениях также можем говорить. Նորից եմ ասում, մենք բարձրազան չենք ասի, որ Снова ոչ говорю, մի мы չիմանա թե это не մենք ոնց будем ենք громко մտածում։ говорить, чтобы кто-либо слышал. Մենք մեր ներսն այդ հարցը տանջում։ Но эти вопросы, они внутри. Տեր, եթե դու կաս եւ կենթանի ես, Господь, если ты есть и ты жив, եթե դու իրականում խաչվել ես իմ համար, если ты в действительности умер за меня, եթե дու արյուն ես թափել իմ համար, если ты пролил кровь за меня, բախի է իմ կյանքը սենց։ почему моя жизнь такова? Դե եթե դու իրական ես փոխի իմ կյանքը, Если ты реально измени мою жизнь, եթե դու ամենակարող ես փոխի իմ կյանքը, если ты всемогущий, измени мою жизнь. եւ ճշտամին գալիս է, И враг приходит ասում է, и говорит: եթե ինքը ամենակարող լիներ, если бы он был всемогущим, քո կյանքը սենց չէ լինի։ твоя жизнь не была бы такой. Քո կյանքը լրիվ ուրիշ ձև կլներ։ Твоя жизнь была бы иной. Շատ հարցեր կան, Много вопросов есть, որը մեր ներսը պատտվում է, которые внутри нас крутятся. եւ նպատակը մեկն է, И цель одна: որ խաչի իրականությունը մեր կյանքի մեջ չգործի, чтобы реальность креста в нашей жизни, она որ не խաչի действовала. զորությունը չգա մեր կյանքի մեջ, Чтобы сила креста, она не пришла в нашу жизнь.
Եվ այդ ավազակը И этот злодей, այդ հարցերով տանջվելով հայոյում էր Հիսուսին։ он в этих вопросах мучаясь, он при этом еще злословил Иисуса. Գիտեք, մենք այդ հարցերի մեջ կարանք տանջվենք։ Мы можем мучиться в вопросах. Բայց Աստծո որդի եմ, Я сын Божий, բայց ծառայող եմ, я служитель, բայց չգիտեմ ով եմ։ я не знаю, кто еще. Տեր, բաղուր նյուժելի չես տենում իմ վիճակը։ Но ты неужели не видишь мое состояние? Նյուժելի հոգը չի, ոնց որ աշակերտները ասեցին, հա։ Неужели тебе нету дела, как сказали ученики? Սերներս։ Եկեք Возлюбленные, այսօր որոշում կայացնենք։ Давайте сегодня примем Այս решение. տեսակի ամեն հարցերը Подобного рода вопросы. բոլորը մեզ հեռացնում են Քրիստոսի խաչից։ Они все нас удаляют от креста Այս Иисуса. հարցերի հարցը պետքա լուծենք։ Этот вопрос мы должны решить. Մենք այսօր այստեղ ենք, Сегодня мы здесь, որ մենք այսօր այդ հարցերը լուծենք մեր կյանքի մեջ։ чтобы эти вопросы решить в нашей Որ թույլ жизни. չտանք, որ այդ հարցը մեր առաջ բարձրանա։ Чтобы не позволить, чтобы этот вопрос снова возник в нас. Նա կա, Он есть, կենթանի է, он жив. խաչի գործը իրական է, Дело на кресте – это նա реальность. արյունա թափել մեր համար, Он пролил кровь за нас, եւ նա վերքեր ունի, и он имеет раны, որի միջոցով մենք բժշկված ենք։ ранами, которые Եվ դա мы իրականություն է։ исцелены. И это Եվ реальность. դա հեքիաթ չի։ И это не Թող сказки. դժողքը պարտվի իր ամեն թևերով, Пусть ад будет поражен со Իր всеми ամեն своими ստությամբ, бесами и որ всей ուզում է ложью, հոգևորների կյանքի մեջ ցանի, ложь, которую хочет он сеять в жизни որ դա верующих, իրականություն չի։ что это не реальность, Դա իրականություն է։ это реальность. Քրիստոսը կենթանի Աստված է։ Христос, он живой Бог, Նա խաչված Աստված է, он распятый Бог, մահացած եւ հարուցյալ Աստված умерший է, и воскресший, որը գործում է մեր կյանքի который մեջ действует в нашей եւ жизни գործելու է մեր կյանքի и будет մեջ действовать в нашей եւ մենք жизни. հաղթող ենք նրանով И мы победители եւ через թշնամու него. չի հաջողվի, И врагу не որ մեզ удастся, հակառակը ապացուցի։ чтобы обратное Մենք доказать. նրա սեփականությունն ենք։ Мы его Մենք собственность. նրա արյունով գնված ժողովուրդն Мы ենք։ народ искупленный его Մենք նրա кровью. վերքերով բժշկված ժողովուրդն ենք։ Мы народ, который исцелены ранами չունի։ его. Неважно. Այսօր իմ աչքը տեսնում է թե չի տեսնում։ Сегодня мои глаза видят Կապ или нет. չունի այսօր ես հիվանդ եմ թե չէ։ Неважно, я болен или Կապ нет. չունի այսօր իմ փոշկեն աշխատում է թե չի աշխատում։ Неважно, моя почка работает или нет. Ոչ մի բան նշանակություն չունի։ Ничего не имеет значения. Ճշմարտությունը մեկն է, Истина одна, որ նրա վերքերով ես что բժշկված եմ։ ранами его я исцелен. Նրա արյունով ես արդարացված եմ։ Кровью его я оправдан. Իմ մեղքերը ներված է։ И мои грехи прощены. Եվ դա իրականություն И է։ это реальность. Եվ դա ճշմարտություն И է։ это истина. Եվ ոչ ոք չի կարող դա հերքել։ И никто не может это опровергнуть. Գիտես ինչի համար է ինձ ու քեզ պետք մնալ խաչի մոտ։ Знаете, почему мне и тебе нужно оставаться у креста? Երբ որ նայում ես խաչին, Когда ты смотришь на крест, տեսնում ես Քրիստոսի արած գործը, ты видишь дело, совершенное Иисусом. երբ որ թշնամին հետևիցդ գալիս է, И когда враг приходит сзади եւ ասում է դու մեղք ես и գործել, говорит, ты согрешил, դու պատժվելու ես։ ты будешь Դու դատապարտված ես։ наказан, ты осужден. Երբ որ քո հայացքը Քրիստոսի վրա է, Когда твой взгляд на кресте, ինչ ուզում է թող խոսա։ что бы он ни говорил, Ես гիտեմ, որ ինքը գործ է արել։ я знаю, что он совершил дело. Ես նայում եմ իրան, Я смотрю на него, նայում եմ իր արած գործը, я смотрю на дело совершенное, նայում եմ իր թափած արյունին, на кровь, которую он пролил, եւ այդ արյունը խոսում է ինձ հետ։ и эта кровь говорит со мной. Ասում է դու ներված ես, Говорит, ты прощен, դու արդարացված ես։ ты оправдан. Ամեն դա իրականություն է։ Это реальность. Քո Аминь. մեղքերը ներված է։ Твои грехи, они прощены. Գիտես, միլես ինչ որ խոսում է հետևիցդ ինչ որ մեկը։ И не слушай то, что говорит кто-то Մի сзади. ուշադրություն դարձրի դրան։ Не обращай на это внимания. Նայի Քրիստոսին։ Смотри на Христа. Գիտես, երբ որ հեռանում ենք խաչից, Когда мы отдаляемся от եւ креста, նա նորից խոսում է, он снова говорит. մեր հայացքում արդեն ֆիզիկական մեր աշխարհն է գալիս, И приходит физически этот мир, մեր հիվանդությունները, տկարությունները, наши ամեն ինչ։ болезни, немощи и все остальное. Եվ երբ որ նա խոսում է, И когда он говорит, մենք արդեն սկսում ենք կամաց համաձայնվել։ мы начинаем понемногу с Քայլ этим առ քայլ соглашаться. գնում ենք եւ հեռանում ենք խաչից։ И потом мы отдаляемся от креста. Գիտեք, դա ֆիզիկապես չի, նորից եմ ասում։ И это не физически. Դա ներսում ամեն ինչ Это կատարվում։ внутри происходит. Դրա համար այսօր մենք այստեղ ենք, որ հետ վերադառնանք դեպի խաչը։ Поэтому мы сегодня здесь, чтобы вернуться к Մեզ պետք кресту. է հետ վերադառնալ դեպի խաչը։ Нам нужно вернуться к кресту. Գիտես, Թվոց 21-ում գրված է 9-րդ խոսքում։ Числа 21 глава, 9 стих. Տերը Մովսեսին ասեց. Господь сказал Моисею, Մի պղնձի օդ սարքի сделай себе змея медного եւ դիր и поставь, եւ երբ որ օծը կծի, и когда змея будет кусать, ով որ նայի кто посмотрит на эту змею, կբժշկվի։ он исцелится. Հովանես Ավետարան 3-րդ գլուխ Евангелие от Иоанна, 2 глава, 3 глава. 14-15 խոսքերը։
с 14 по 15 стихи. Եվ ինչպես Մովսեսը օծը բարձրացեց անապատում, այնպես պետք է մարդի որդին բարձրացվի, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ И как Моисей вознес змею в пустыне, так должно вознесено быть Сыну Человеческому, дабы всякий верующий в Него не погиб, но имел жизнь вечную. Սերես մեր ընտրության մեջ է, Это наше решение. հավատանք թե չհավատանք այդ իրականությանը։ Верить или не верить в эту реальность. Աստծո խոսքը ասում է, Слово Божье говорит, ով որ նայի, кто посмотрит, ով որ հավատա, кто поверит, որ նա խաչվել է եւ հարություն առել, что он был распят и воскрес, նա կփրկվի, он спасется. նա կբժշկվի, Он նա исцелится. կազատագրվի, Он будет свободен. ամեն կապանքները կքանդվեն, Все оковы будут ամեն դիվական разрушены. ազդեցությունները կհեռանան նրա կյանքից, Всякие бесовские воздействия будут отдалены от него. ով որ հավատա։ Кто поверит? Եվ գիտեք, երբ որ օծերը գծում էին, И когда эти змеи кусали, ասեմ շատ դժվար է, скажу, очень сложно. որ տեսնում ես օծը гալիս է եւ քեզ գծում է, Когда ты видишь, что змей приходит и դու кусает քո тебя, հայացքը արդես պղնձի օծին։ чтобы ты свой взгляд направлял при этом на Գիտես, մի медного կողմից змея. նայում ես մտ անհնարին բան է մի հատ։ Что-то Հայ невозможное. պղնձի օծը ինչ անելու Что ինձ։ делает этот медный змей? Հիմա էլ գիտես, մենք մի պահ նայում ենք, ասում ենք, հա դե խաչվել է Հիսուսը, Иногда мы смотрим, говорим, ну да, Иисус, он Аюн распялся, отхапել. он пролил кровь. հա դե բայց հələ բային վիճակը բսես ես ո՞ց դուրս գամ։ Но как мне выйти из этой ситуации Ինչ մի բան сейчас? պետք է անեմ, չէ՞ ես որ Что мне դուրս գամ։ сейчас делать, чтобы выйти? Հա փառք Աստծուն, որ ինքը իմ համար կյանք ա տվել։ Да, слава Богу, что он свою жизнь отдал за меня. Գիտես, մենք ասում ենք sense բառեր։ Мы так говорим такие Մենք слова. մեր ներսը մտածում ենք sense Внутри բառեր։ так думаем. Դա ուղղակի չի եղել, որ հայ ինքը արել է։ Это не так, что он просто сделал. Դա գլոբալ գործ ա եղել երկիր մոլորակի վրա։ Это было глобальное Դա действие здесь, на գերբնական земле. բանը կատարվել է երկիր մոլորակի Это վրա։ было сверхъестественное дело на Աստծո земле. որդին երկնքից իջել է Сын Божий с неба եւ խաչն сошел, է բարձրացել, и он поднялся на որ մեր крест, մեղքերը ների, чтобы простить нам որ մեզ грехи բժշկի, наши, чтобы մեզ исцелить տեսողություն տա, нас, чтобы дать մեր нам կյանքը նորոգի, зрение, обновить մեզ нашу ազատագրի, жизнь, нас ամեն կապանքները освободить, քանդի։ все оковы разрушить. Սենես դա ուղղակի գործ չի։ Это не просто дело. Եկեք այդ ձև չնայենք։ Давайте не будем смотреть таким Եկեք образом. հետ վերադառնանք դեպի խաչը Давайте вернемся ко Христу եւ սկսենք նորից գնահատել այդ գործը и снова начнем ценить это дело. եւ мնանք այդ խաչի մոտ։ И будем пребывать у креста. Երբ որ նրա мոտ ենք, И когда мы у креста, ով ինչ ուզում է ասի։ кто бы что ни говорил, Ես գիտեմ ինքը ինչ արել իմ համար։ я знаю, что Он сделал для меня. Ես գիտեմ, որ ես ներված եմ։ Я знаю, что я прощен. Ես гիտեմ, որ իմ կապանքները քանդված է։ Я знаю, что мои Ես գիտեմ, որ оковы ես ազատ разрушены. եմ։ Я знаю, что я свободен. Ես գիտեմ, որ իմ դատապարտություն չկա։ Я знаю, что нет осуждения. Նրանց համար, Для тех, ովքեր Քրիստոսի մեջ են, кто во Христе, ովքեր մարմնավորապես չեն апրում, այլ հոգևորապես։ кто живет не по плоти, но по духу. Դրա համար մենք շատ ուշադիր պետք է լինենք։ Поэтому мы должны быть внимательны. Մենք չպետք է անտարբերությամբ վարվենք։ Мы не должны безразлично подходить к Մենք этим չպետք է вопросам. ասենք, հա դե ես փրկված եմ, Не говорить, ну я спасен, ջրով մկրտված եմ, я водою крещен, Սուրբ հոգով մկրտված եմ, крещен Духом ամեն Святым. շաբաթ եկեղեցի եմ գնում։ Каждую неделю хожу в церковь. Всё, էլ արդեն վերջն եմ։ Ну все, я совершенный. Մենք չենք էլ կարա պատկերացնենք, Мы даже не можем представить, թե կործանումը ոնց կարա գա։ как может прийти Հասարակ падение հարցերի միջոցով։ через обычные вопросы. Ինչի համար է իմ կյանքում սենց։ Почему в моей жизни так? Եթե դու կաս, Если ты есть, խի եմ ես տանջվում։ почему я Եթե դու мучаюсь? կաս, Если ты есть, խի է իմ кյանքում այսքան բաները։ почему в моей жизни столько всего? Սա ավազակի խոսքերն էր։ Это слова вот этого человека, который Փառք был Հիսուսին, разбойником. փառք Տիրոջը։ Слава Иисусу, слава Господу. Սենես եկեք հետ վերադառնանք Ղուկաս ավետարան Евангелие от Луки вернемся. 23-րդ գլուխը 23 глава. եւ 40 խոսքը, 40 стих. 40-ից 43-ը։ С 40 по 43 Իսկ стихи. մյուսը պատասխանեց եւ սաստելով նրան ասեց մյուս ավազակը. Другой злодей он сказал ему: Եվ դու չես վախենում Աստվածանից, որ հենց նույն պատժի մեջ ես։ Ու մենք իրավունքով ենք պատժված, որովհետև մեր արած գործերին արժանի հատուցում ենք առնում։ Իսկ սա ոչ մի անտեղի բան չգործեց։ Другой же, напротив, унимал его и говорил: или ты не боишься Бога, когда и сам осужден на то же, и мы осуждены справедливо, потому что достойное дело нашим приняли, а он ничего худого не сделал. Եվ ասեց Հիսուսին. Տեր, ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունով։ И сказал Иисусу: помяни меня, Господи, когда придешь в Царствие Твое. Եվ Հիսուս ասեց նրան. Ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Иисус сказал ему:
Истинно говорю тебе, ныне же будешь со мною в раю. Խաչի զորությունը սա է։ Сила креста в этом. Գիտեք, այստեղը Это место քանդում է շատ հասկացողություններ, разрушает разные мысли, որ երբ որ մարդը ասում է, когда человек говорит, հա ինչ մարդը սա կյանքը մեղ գործեց, եկավ մի օր ապաշխարեց ու ներվավ, հա։ и что человек всю жизнь грешил, и в конце он покаялся и прощен, да? Դա խաչի զորությունն է։ Это сила креста. Եվ դա մարդկային ղողով հասկանալ չի И կարելի։ это невозможно понять человеческим разумом. Ինչ արեց նա։ Что он сделал Խաչի մոտ на кресте? խոստովանեց։ Он исповедал. Ասես թե ես մեղավոր եմ։ Он говорит, Господь, я Ես не прав. արժանի պատիժ եմ ստանում։ Я достойно получаю свое Ինչ որ իմ наказание. կյանքի մեջ կա, То, что есть в моей жизни, իմ խելքից է եղել։ это исходя из моего Դու ստե ума. մեղավոր չես Տեր։ Ты не виноват здесь, Господь. Բայց խնդրում եմ, Но прошу, հիշի իմ մասին էլի։ вспомни обо мне, пожалуйста. Եվ հենց նույն ժամին ինքը ներումը ստացավ։ И в тот же час Ну и он ропей. получил прошение, в ту же секунду, минуту. Սենես խաչի մոտ ներում կա։ У креста есть Խաչի прощение. մոտ ազատություն կա։ И есть свобода у креста. Խաչի մոտ բժշկություն կա։ И у креста есть исцеление. Խաչը քեզ չի դատապարտում։ И крест тебя не осуждает. Խաչը հանում է դատապարտությունը քո վրայից։ Крест, он выносит осуждение с себя. Խաչը բուժում է ամեն օծի կծածը։ Крест, он исцеляет всякие укусы змеи. Միայն թե Только, մնանք խաչի մոտ։ чтобы мы пребывали у Հետ креста. վերադառնանք խաչի մոտ։ Вернулись ко кресту. Գիտես, այս երկու ավազակների պատմությունը, И это история этих двух злодеев. այդ երկու որդիների պատմությունն է։ Это история двух этих сыновей. Կարաս քննես հետո։ Можешь потом исследовать. Ամեն մեկը, Каждый. մեկը մնաց իր հասկացողության մեջ, Один остался в своем որ մի ուներ ինչ չտվեց, понимании, что он мне не дал ни одного բայց մեկը вала. գնաց ավազակություն արեց եւ հետ եկավ Տեր ընդունեց նրան։ А другой пошел, блудил, и потом вернулся, Бог его Շատ принял. կարևոր է, Очень важно. ինչի մեջ էլ որ լինես, В чем бы ты ни был, գիտակցի, ты осознай հետ վերադարձի դեպի խաչը, и вернись ко Христу, որպեսզի ներում ստանանք, чтобы получить որպեսզի прощение, բժշկություն чтобы ստանանք, получить исцеление, որպեսզի սատանան պարտված լինի իմ ու քո կյանքի մեջ։ чтобы дьявол был поражен в моей твоей Ամեն жизни. մի երկու տեղ էլ եւ մենք աղոթենք եւ կավարտենք։ И еще пару мест, и мы будем молиться. Եվ հետաքրքիր մի հատ տեղ կա, Есть еще одно интересное место. նորից Ղուկաս ավետարան 23-ը, Евангелие от Луки, 23 47-48 глава, խոսքերը։ 47-48. Եվ հայրապետը եղածը տեսնելով Աստծուն փառք տվեց եւ ասեց իրավի այս մարդը արդար էր։ Сотник же, видев происходившее, прославил Бога и сказал, истинный человек этот был Եվ праведник. բոլոր ժողովուրդները, որ այս տեսան, տեսարանը դիտելու համար եղել էին այնտեղ, եղած բաները տեսնելով իրանց կուրսքերը թակում են եւ ետ դառնում։ И весь народ, шедший на сие зрелище, видя происходившее, возвращался и бия себя в грудь. Այ քահանաները, Эти Фарисеи, первосвященники, фарисеи, որ միշտ մտածել են, որ Հիսուսը իրական չի, которые думали, что Иисус Иисус он Աստծո нереальный, որդի что он չի, не Сын Божий, ինքը չգիտեմ ում ոգով է դևեր հանում, и каким он духом ուրիշ изгоняет, խոսում էին նրա մասին, и всегда говорили о нем. երբ որ տեսան խաչի գործը, Когда они увидели дело на кресте, գրված է, написано, եղածը տեսնելով, они, видя то происходящее, խաչի գործը, եղած գործը, они увидели, что дело на Խաչի кресте это գործը, կատարված գործը։ совершившееся. Это дело, которое совершилось. եւ նա ասում է փարթվեց, ասես դա Աստծո որդի էր։ И они прославились, когда это Сын человеческий. Ամեն։ Аминь. Խաչի գործը իրական է։ Реальность это Խաչի дело на գործը кресте. իրական է։ Дело на кресте это реальность. Հովանես ավետարան 19:30։ Евангелие от Иоанна, 19 глава, 30 стих. Եվ երբ որ Հիսուսը քացախը առավ, ասեց. Կատարված է եւ գլուխը խոնարեցրեց, հոգին ավանդեց։ Когда же Иисус вкусил уксуса, сказал, совершилось, и, преклонив главу, предал дух. Հիսուսը ասեց. Иисус сказал, Կատարվեցավ։ совершилось. Խաչի գործը կատարված է։ Дело на кресте совершилось. Խաչի գործը իրական է։ Дело на кресте это реальность. Խաչի գործը կատարված է։ Дело на кресте оно Ինչ է նշանակում совершилось. սա։ И что это означает? Քո մեղքերը ներված է։ Твои грехи прощены. Դու իր ավերքերով բժշկված ես։ Ты его ранами исцелен. Այն ծրագիրը, որ նախասահմանվել էր Հայր Աստծո կողմից, Та программа, которая была запланирована Богом Отцом, եւ երբ որ նայում ես ամբողջ պատմությունը, и когда ты смотришь на всю եւ историю, տեսնում ես, որ Թշնամին ամեն բան արել էր, որ Մեսիան չծնվի, и ты видишь, что враг сделал все, чтобы Мессия не родился, բայց իրան ոչ մի բան չէր հաջողվել։ но ему не удалось. Նա ծնվեց, եկավ, խաչվեց, մահացավ եւ հարություն առավ։ Он родился, был распят, Եվ Հիսուս ասեց. воскрес, и Иисус сказал,
կատարվեց։ Совершилось. Խաչի գործը կատարվեց։ Совершилось дело на кресте. Գիտես սա ինչ էր դժողքին։ Что это означает для ада? Դու տեսար, որ ոչ մի բան քեզ չհաջողվեց։ Ты увидел, что тебе ничего не удалось. Սա մեր պատասխանն է դժողքին։ Это ответ наш аду. Ոչ թե դու համաձայնվես, ասես հա դե հիվանդ եմ, Не ты просто ты не соглашаешься и հա говоришь, դե ну да, я կողս просто ծակում, болен. Պոշկես ցավում, հա։ Да, почки у меня болят. Չգիտեմ որտեղս ցավում, Не знаю, հա։ какое-то место еще болит. Ու թշնամին գալիս ասում, բայ այդ ոնց կլինի տես, որ դու ասում արդես, ոնց կլինի տես։ И враг приходит и говорит, как это так будет? Ты же Դու человек ասես, հա, Божий. էլի դե ճիշտ ես А ты ասում։ скажешь, ну да, ты правильно Չէ, говоришь. Нет, ինքը ճիշտ չի ասում, ինքը он неправильно սուտասան է։ говорит, он лжец. Ինքը սուտասան է։ Он лжец. Մենք բժշկված ենք, դա է Мы ճշմարտությունը։ исцелены, Իր это վերքերով реальность. բժշկված ենք Его մենք։ ранами Մենք исцелены. արդարացված ենք իր թափած արյունով։ Мы оправданы Его кровью. Ամեն։ Аминь. Եվ մենք տեղ կարդանք եւ աղոտ կանենք սերներս։ Еще одно место прочитаем, мы будем молиться. Առաջի Կորինթացիների 11:23-26։ 1 Коринфянам 23-26. Որովհետև ես Տերիցը ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուս այն գիշեր, որ մատնվում էր, հացը առավ։ Եվ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Արեք կերեք, այս է իմ մարմինը, որ ձեր համար կոտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար»։ 11 глава с 23. «Ибо я от самого Господа принял то, что и вам передал, что Господь Иисус в ту ночь, в которую предан был, взял хлеб и, возблагодарив, преломил и сказал: примите и едите, сие есть тело мое, за вас ломимое, сие творите во имя в мое воспоминание». Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակը առավ եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար»։ Также и чашу после вечери сказал: «Сия чаша, сие есть новый завет мой в крови. Сие творите, когда только будете пить в мое воспоминание». Որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք մինչեւ որ նա կգա։ Ибо всякий раз, когда вы едите хлеб сей и пьете чашу сию, смерть Господню возвещаете, доколе Он придет. Սերներս, Возлюбленные, սա միշտ մենք խոսում ենք հաղորդության խոսքի մասին։ сегодня мы всегда говорим о причастии. Ինչի համար Эти слова հաղորդությունը։ говорим о причастии. Для чего причастие? Նրա արյունը Его кровь եւ նրա մարմինը и Его тело. հիշեցնում է մեզ։ Они всегда напоминают Նրա нам արած գործերը խաչի վրա։ Его дело, совершенное на Եվ մենք кресте. ընդունելով նրա մարմինը եւ արյունը, И мы, принимая Его тело и кровь, մենք բժշկվում ենք, ազատագրվում ենք, մեր մեղքերը ներվում է мы исцеляемся, освобождаемся, и Եվ наши մենք грехи նորոգվում прощаются, ենք նորից, и мы հավատքի մեջ։ обновляемся снова в вере. Դրա համար երբ որ գալիս ես հաղորդության, Поэтому, когда ты приходишь на причастие, արի հավատքով, приходи с верой, արի հավատքով приходи с верою եւ ընդունի, и прими, որտեւ նրա արյունը եւ մարմինը потому что Его кровь и նորոգում է тело մեր կյանքը, обновляют нашу жизнь, նորոգում է մեր հավատքի կյանքը, обновляют нашу жизнь верой մեզ հարություն է տալիս, и дают нам մեզ воскрешение. մահից տեղափոխում է դեպի И կյանք։ смерти в жизнь переносит Ասում է нас. քանի անգամ էլ որ անես, И говорят, сколько раз вы будете это делать, Տիրոջ մահը պատմի։ рассказывайте о смерти Չի Божьей. ասում Տիրոջ հրաշքները պատմի։ Не говорите о чудесах, Տիրոջ բժշկությունները պատմի։ об исцелении, Տիրոջ արած գործերը խոսա։ о делах. Նա խոսում է Говорит, Տիրոջ մահը պատմի։ расскажите о смерти Господней. Առաջինը սա վերաբերվում է ինձ ու քեզ։ Первое, это касается меня и тебя. Որ ես պատմեմ ինքս ինձ Տիրոջ մահը։ Чтобы я сам себе Երբ рассказывал որ о թշնամին գալիս смерти. է եւ ուզում է գծի ինձ, И враг, когда приходит, чтобы ես укусить պատմեմ меня, Տիրոջ մահը։ чтобы я рассказал о Ասեմ смерти. И Քրիստոսը сказал, խաչանա слушай, բարձացել։ Иисус, Он поднялся на Եվ քո крест, մեղքերը ներված и է։ твои грехи Մի прощены. լսի սատանային։ Не слушай Մի врага, լսի թշնամու։ не слушай врага. Խոսա քո հետ։ Говори с Ասա собой. որ Քրիստոսը քո համար խաչն է И скажи, բարձացել։ что Христос, Он вышел, поднялся на Պատմի крест քեզ։ за тебя. Расскажи Պատմի сам քեզ։ себе. Ամեն անգամ Каждый раз պատմի նրա рассказывай մահը, Его смерть. որովհետև նրա մահը Потому что Его հիշեցնում смерть է, որ напоминает, դժողքը պարտված է քո կյանքի մեջ։ что враг, он Նրա մահը ад поражен, Его смерть հիշեցնում է, напоминает, որ քո մեղքերը ներված են։ что твои грехи Նրա прощены, մահը Его смерть հիշեցնում է, որ քո напоминает, կապանքները քանդված что է։ оковы разрушены, Նրա մահը Его հիշեցնում է, смерть որ ամեն անեցները напоминает, քո կյանքից վերցված что է։ все проклятия, они Եվ взяты դրա из твоей մասին է խոսում։ жизни. И говорит об Ասում է, этом. ամեն անգամ Каждый раз, միջև նրա գալը до того, когда Он придет, պատմի նրա մահը, рассказывай о Его смерти, պատմի նրա մահը։ рассказывай о Его смерти. Առաջինը ինքդ քեզ, Первое сам себе, հետո երբ որ մյուսներին էլ ես պատմում, и также, когда другим դու рассказываешь, նորոգվում ես, ուրախությունա գալի կյանքիդ մեջ։ в твою жизнь приходит радость. Դու նորից հասկանում ես հավատալ նրա արած գործին։ Ты снова начинаешь верить Его Аминь. делам.